Մարդու համար կարևորն այն է, որ նրա թշնամիների թվում մարդը ինքը չհայտնվի։ Ողջույն, եթերում կյանքի համն է։ Այսօր մեր եթերում դիտեք։ Շագանակագեղձի բորբոքում կամ խրոնիկ պրոստատիտ, հիվանդություն, որ պատահում է ամեն երրորդ տղամարդու մոտ։ Գազար, բանջարեղեն թե միրգ, օգտակար եւ ճիշտ սննդամթերք։ Կարելի է արդյոք ապրել մինչև 100 տարեկան։ Պարզվում է, որ դա հնարավոր է, իսկ թե ինչպես, ավելի մանրամասն մեր եթերում։ Դելտա կլինիկում առաջնակարգ լաբորատորիայի, նաև սոնոգրաֆիայի, ռենտգենոլոգիայի, ուրոլոգիայի, լազերային սարքավորման միջոցով բացահայտում եւ վերացնում ենք բոլոր առողջական խնդիրները հաշված րոպեների ընթացքում։ Դելտա կլինիկ, այցելեք եւ մենք կվերադարձնենք տարիների գողացած ձեր առողջությունը։ Հասցեներ Ղազար Փարպեցի 26 եւ Թամանյան 6, Կասկադի հարևանությամբ։ Խրոնիկ պրոստատիտ կամ շագանակագեղձի բորբոքում, որը լայն տարածում ունի նաև Հայաստանում, ավելին ճշտում ենք բժշկից։ Շագանակագեղձի բորբոքում կամ խրոնիկ պրոստատիտ, ինչ հիվանդություն է սա։ Շագանակագեղձի խրոնիկ բորբոքումը, խրոնիկ պրոստատիտը տղամարդու միզասեռական օրգանների ամենատարածված հիվանդությունն է։ Այս հիվանդությամբ տառապում են 20-ից մինչև 55 տարեկան սեռահասուն տարիքի տղամարդիկ։ Հիմնականում տղամարդկանց այս խմբի մեջ մոտ 45-ից 55% տղամարդիկ տառապում են այս հիվանդությամբ։ Չնայած իր տարածվածությանը, խրոնիկ պրոստատիտը շատ ժամանակ անուշադրության է մատնվում ինչպես հիվանդների, այնպես էլ շատ բժիշկների կողմից։ Խրոնիկ պրոստատիտի տարածվածությունը մեր հասարակության մեջ մենք գիտենք, որ բավական շատ է։ Խրոնիկ պրոստատիտի առաջացման նպաստող պայմաններն են սեռավարակները, անկանոն սեռական կյանքը, ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաև նստակյաց կենսակերպը։ Որքանով է այն տարածված։ Խրոնիկ պրոստատիտը կարող է լինել ինչպես սուր պրոստատիտի հետևանք, այնպես էլ դանդաղ զարգացող բորբոքային պրոցես, որի հիմքում ընկած է լինում շագանակագեղձի կանգային երևույթների հիման վրա առաջացող կամ գումարվող ինֆեկցիայի առկայությունը։ Ինֆեկցիան կարող է ներթափանցել շագանակագեղձի մեջ ինչպես վերելակ ուղիով, այնպես էլ արյան եւ լիմֆայի միջոցով։ Խրոնիկ պրոստատիտի հիմնական նշաններն են տքացող ցավերը աճուկային շրջանում, ոտքերի արանքում, շեյքի շրջանում, սրբոսկրի շրջանում, ինչպես նաև միզուկի մեջ։ Պատահում է նաև խրոնիկ պրոստատիտի դեպքում միզուկից թեթև արտադրություն։ Խրոնիկ պրոստատիտի ախտորոշումը կատարվում է ինչպես մատնային հետազոտման, այնպես էլ լաբորատոր եւ սոնոգրաֆիկ հետազոտությունների արդյունքում։ Ինչպիսի բարդություններ կարող են ի հայտ գալ այս հիվանդության դեպքում։ Խրոնիկ պրոստատիտի հիմնական բարդություններն են ինչպես գեղձի սկլերոտիկ փոփոխությունները, որը բերում հանգեցնում է գեղձի ֆունկցիայի խանգարմանը, այնպես էլ օրխիտները, ամորձիների բորբոքումը, նրանց ելունքների էպիդիդիմիտները, սերմնաբուժտերի բորբոքումը, որոնք կոչվում են վեզիկուլիտներ։ Նման բարդությունները կարող են հանգեցնել ինչպես տղամարդու մոտ անպտղության, այնպես էլ սեռական ֆունկցիայի վատտարացմանը։ Ինչպես է կատարվում այս հիվանդության ախտորոշումը։ Խրոնիկ պրոստատիտի բուժումը պետք է լինի կոմպլեքսային, քանի որ միայն կոմպլեքսային միջոցների շնորհիվ կարելի է հիմնովին լուծել խրոնիկ պրոստատիտի բուժման հարցը։ Խրոնիկ պրոստատիտի բուժման ժամանակ օգտագործում են ինչպես անտիբիոտիկաթերապիա, այնպես էլ հակաբորբոքային միջոցներ, ֆիտոթերապիա, լազերային էլեկտրոստիմուլյացիայի նոր մեր ապարատի շնորհիվ Ադեպտ ուրոլոգ լազերային էլեկտրոստիմուլյացիայի ապարատը մեզ հնարավորություն է տալիս մեր կենտրոնում բուժել լիարժեք խրոնիկ պրոստատիտը, ի շնորհիվ մեր լազերային ապարատի կարճանում է խրոնիկ պրոստատիտի բուժման ժամանակը, որի հետևանքով նաև քիչ են օգտագործում անտիբիոտիկներ, հակաբորբոքային միջոցներ։ Խրոնիկ պրոստատիտի կոմպլեքսային բուժման դեպքում միայն կարելի է հասնել լիարժեք արդյունքի։ Այս պարագայում նաև պետք է նշել, որ շատ մեծ նշանակություն ունի տզրուկաբուժությունը, ֆիտոթերապիան, որոնք տալիս են նաև կոմպլեքսային բուժման մեջ լավ արդյունքներ։ Ինչպես է կատարվում բուժումը։ Խրոնիկ պրոստատիտի հիմնական պրոֆիլակտիկան դա առողջ ապրելակերպն է, կանոնավոր սեռական կյանքը, ժամանակին պարբերական զննումները ուրոլոգի կողմից։
Շագանակագեղձի կամ քրոնիկ պրոստատիտի համար խորհուրդ է տրվում թարմ քամած գազարի հյութ օգտագործել։ Իհարկե, սա շատ լուրջ հիվանդություն է, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս օգտակարը համակցել բուժման հետ։ Գազարն ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է։ Այն պարունակում է մի շարք վիտամիններ՝ վիտամին A, E, B, C, D։ Բացի այս խմբի վիտամիններից, գազարը պարունակում է նաև երկաթ, կալցիում, յոդ, ֆոսֆոր։ Գազարն այն բանջարեղեններից է, որ օգտակար է ոչ միայն հում, այլև եփած վիճակում, քանի որ այն չի կորցնում իր օգտակար հատկանիշները։ Օրինակ, վիտամին A-ն առավել շուտ օգուտ կտա, եթե մենք գազարին մի փոքր յուղայնություն տանք, այսինքն ձիթայուղ ավելացնենք։ Գազարը կարգավորում է նյութափոխանակությունը, սրտանոթային հիվանդությունները, մաքրում արյունը վնասակար նյութերից, ամրապնդում իմունային համակարգը։ Օգտակար է աթերոսկլերոզի, բարձր ճնշման, թութքի եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում։ Այս բանջարեղենը հիանալի հակաօքսիդացնող է։ Այն օգտակար է մրսածության դեպքում, ամրացնում է լնդերը։ Շտապեք գազարից պատրաստել տարբեր աղցաններ, բլիթներ, թարմ քամած հյութեր, իսկ մրսածության դեպքում թարմ քամած գազարի հյութին ավելացրեք 1 ճաշի գդալի չափով մեղր։ Այն միևնույն ժամանակ եւ համեղ է, եւ կօգնի ձեզ շուտ ապաքինվել։ Այս բանջարեղենը հակացուցված է 12 մատյա աղիքի ստամոքսի խոցի դեպքում։ Գազարը ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է համարվում, այն պարունակում է մի շարք օգտակար վիտամիններ, որոնք օգտակար են բազում հիվանդությունների դեպքում, իսկ եթե ուզում եք կողմնորոշվել, թե որն է առավել լավը, նախ պետք է, որ գազարի չափսերը բավականին մեծ չլինեն, ցանկալի է միջին չափսերի գազար գնել, ապա պետք է կոտրենք գազարը։ Տեսնում եք մեջի շրջանակը չպետք է գերազանցի գազարի ողջ պարունակությունը, ինչը վկայում է, որ այս գազարը չի ստացել բազմաթիվ քիմիական նյութեր եւ օգտակար է ձեր առողջությանը։ Պատրաստեք գազարից ամենատարբեր աղցանները, թարմ քամած հյութերը, հավատացեք, որ արդյունքը երկար սպասել չի տա։ Բրիտանացի գիտնականները համոզված են, որ մարդ կարող է ապրել մինչև 100 տարեկան, իսկ թե ինչպես կիմանաք հենց հիմա։ Վերջին 30 տարիների ընթացքում Բրիտանիայում 100 տարեկան ծերերի քանակը բարձրացել է 5 անգամով։ Այսօր Բրիտանիայում ապրում է 100 տարեկանից բարձր հասակում գտնվող 12640 մարդ։ Սակայն դեռ 1980-ականներին այս տարիքի մարդկանց քանակը հասնում էր 2500-ի։ Բրիտանիայում նրանք, ովքեր բոլորում են իրենց 100-ամյակը, շնորհակալական բացիկ են ստանում ոչ ավել, ոչ պակաս հենց թաքուհու կողմից։ Հետազոտության արդյունքներում պարզվել է, որ նրանց երկարակեցության պատճառներից ճիշտ սնունդն է, հաճախակի մարզումները եւ իհարկե թոշակի բավականին մեծ քանակը, որոնք բրիտանացիները տարբեր թոշակային ֆոնդերի միջոցով կուտակում են դեռ երիտասարդ տարիքից, իսկ հասուն տարիքում նրանց հոգսերն ավելի քիչ են լինում։ Նյարդային համակարգը եւ սննդակարգը կարգավորված, ինչի արդյունքում էլ նրանք բոլորում են իրենց 100-ամյակը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթերում կյանքի համն էր։ Ապրեք առողջ եւ երջանիկ։ Կհանդիպենք։ Դելտա կլինիկ բժշկական կենտրոնն առաջարկում է օրգանիզմի մաքրման ծրագիր հակավիրուսային սարքավորման միջոցով։ Օրգանիզմից իսպառ ոչնչանում է ճիճվագրությունը, մեծերի մոտ գինեկոլոգիական, ուրոլոգիական, միզասեռական հիվանդությունների վիրուսները, մաշկային ցանն ու պատանեկան կորյակները։ Դելտա կլինիկ։ Այցելեք եւ մենք կվերադարձնենք տարիների գողացած ձեր առողջությունը։ Հասցեներ Ղազար Փարպեցի 26 եւ Թամանյան 6 Կասկադի հարևանությամբ։ Նկարահանման աջակցել է Դեկորա խանութ սրահը։